Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ազգային ժողովի նիստն այսօր սովորականից ուշ մեկնարկեց քվորում չապահովելու պատճառով նիստին 49 պատգամավոր էր ներկայացել, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 54-ը։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ գրանցումը բաց կմնա մինչև մյուս պատգամավորների ներկայանալը։ Լրատվամիջոցների կադրերում երևում է, որ սա զայրացրեց բյուջեի քննարկման համար ազգային ժողով եկած Նիկոլ Փաշինյանին, ով վերցրեց նոթբուքն ու հեռախոսը եւ դուրս եկավ նիստերի դահլիճից։ Խորհրդարանի նիստը մեկնարկեց մոտ 15 րոպե անց լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը ստեղծված իրավիճակի համար ընդդիմությանը մեղադրեց. Հասկանաք, որ այսօր այս վերջի 5 տարիների ընթացքում ազգային ժողովի իշխող խմբակցությունը մենակ ապահովում է ազգային ժողովի ամբողջ աշխատանքը։ Ընդդիմադիր ներկայացուցիչները գրեթե նիստերին չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով, երբ որ իրանք ելույթ են ունենում, իսկ նաև չեն մասնակցում միջազգային միջոցառումներին, միջազգային հարթակներում, եւ մենք մի ձեռքով միջազգային հարթակը արդեն ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում, եւ ընդամենը 10 րոպե ուշացում ա եղել որոշ պատգամավորներ, մենք նաեւ շատ երկու պատգամավորներ ենք առնվազն, որոնք նոր բալիկ ունեն, փոքր բալիկ չէ, 3-4 պատգամավոր ունենք, որոնք նորածին բալիկներ ունեն, եւ բնական է մի անձնյա, այսպես ասած, աշխատանքը փորձում ենք ապահովել եւ կարա այդպես բաների։ Դիտարկմանը թե տեսանյութերի Փաշինյանը զայրացել էր, Սիմոնյանը հաստատեց նշելով. «Չղայնանում էր, որ չեն կարողացել այս պահին քվորում ապահովել։ Երեկել 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը ընդմիջվել էր, քանի որ Անդրանիկ Քոչարյանը, ով պիտի զեկույց ներկայացներ, այդ պահին դահլիճում չէր։ Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում էր հայտարարել, ինչը հարուցել էր դահլիճում գտնվող Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը։ Տեսանյութերից մեկում երևում էր, որ դահլիճ շտապած Անդրանիկ Քոչարյանը մոտենում է Փաշինյանին, թերևս փորձում բացատրել ուշացումը, բայց նա լքում է դահլիճն ու նրա ելույթի ժամանակ չի վերադառնում։ Առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են «Իմ Նեմնիմի» հաղորդաշարի հեղինակներն Արեգ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի տներ եւ ձերբակալել նրանց։ Դրանից հետո անտիֆեյքի գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավել է ամբողջ տեխնիկան։ Սամսոնյանի եւ Սաղաթելյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Սամսոնյանի եւ Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի հաղորդմամբ։ Ըստ այդմ փոդքասթի համահեղինակները նոյեմբերի 10-ի թողարկման ժամանակ իրեն ուղղված վիրավորական արտահայտություններ եւ սպառնալիք են հնչեցրել։ Ալեն Սիմոնյանը չի զղջում, որ դատի է տվել Սամսոնյանին եւ Սաղաթելյանին ու պահանջել $6500 փոխհատուցում վճարել։ Լրիվ տրամաբանական եմ համարում, այսինքն եթե սպառնալիքը հնչում, ես ինչ պետք է անեմ, կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով, կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում, բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել, արդարացնել այդ մարդկանց, ես առաջարկում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ որ ես իմ հեռախոսը կվերցնեմ եւ կմտնեմ եւ կխոսեմ օրինակ իրանց սեռական կյանքից, իրանց ընտանիքի, իրանց անդամներին, ամեն օր սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ իրենց հասցեներին եւ կսպառնամ, որ ես իրենց հետ հաշվեհարդար եմ տեսնելու եւ առաջարկում եմ իրենք դրանից հետո դրական էմոցիաներով եւ չդիմեն ոստիկանություն եւ ինչ որ ձևերով փորձեն այդ հարցը լուծել։ Ես չէի կարող չդիմել իրավապահներին, ես դիմել եմ ու լավ եմ արել, բայց ինչ պետք է անեի, եզրափակեց նա։ Ավելի ուշ նաև հայտնի դարձավ, որ ձերբակալվել է անտիֆեյքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը արդարադատությանը խոչընդոտելու կասկածով։ Քննչական կոմիտեում հարցաքննվել են Արագածոտնի թեմի հոգևորականներ Տեր Եղիշե Քահանա Բարսեղյանն ու Տեր Մուշե Քահանա Վահանյանը, նրանք հրավիրվել են որպես վկաներ քննչական կոմիտեում քննվող նոր քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին հայտնեց Տեր Մուշեի պաշտպան Արմինե Ֆանյանը։ Հիմա ինչքան քննչական կա Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ ինչ որ մասով գործ է քննվում Արագածոտնի թեմի քահանաների մասով քննվող հերթական գործն է, որտեղ կարգալույց հռչակված երկու քահանաների մասով նրանց նկատմամբ դրսևորված հավանական խտրականության եւ նաեւ հավաքներին մասնակցելուն պարտադրելու հետ կապված վարույթ է քննվում։ Նախազգուշացվել ենք ճիշտ ասած նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, իհարկե այն տեղեկությունները, որոնք այս վարույթից չեն մեզ հայտնի դարձել, կարող ենք ԶԼՄ-ների հետ կիսվել, իլուր մեր հանրությանը, մնացած մասով իհարկե
հարցադրումների մասով։ Կիֆանյան, երկու գործ կամ Տաշիկ կապիտալ ընկերության ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ բացարկի միջնորդություն ներկայացրին հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Այսօրվա նիստում քննարկվում էր Հայաստանի էլեկտրական ցանցերի ընկերության Տաշիկ կապիտալ ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին որոշումը։ Ընկերության իրավաբան Վարդան Ալոյանը ներկայացնելով հեծի լիցենզիայի դադարեցման դեմ հակափաստարկները նշեց, որ Մեսրոպյանը կատարել է մի շարք քայլեր, որոնք էլ հիմք են հանդիսանում նրա բացարկը պահանջելու համար։ Մեսրոպ Մեսրոպյանը նաև ՔՊ կուսակցության անդամ է։ ՀԿՑՀ տնօրեն պետք է առաջադրի կառավարությունը, սակայն նրան այդ պաշտոնում առաջադրել են ՔՊ կուսակցության նիստի ժամանակ, որին նա ներկա է եղել։ Մեսրոպյանը նաև խնամիական կապի մեջ է ՔՊ հիմնադիր անդամներից Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանի հետ։ Սրանք ինքնին կաշկանդող են համարվում Մեսրոպյանի արդար գործունեության համար, քանզի դրանցով ապացուցվում է վերջինիս ամուր քաղաքական կապը իշխող կուսակցության հետ, բացատրեց իրավաբանը։ Որպես բացարկի հիմք Ալոյանն առանձնացրեց Ռոմանոս Պետրոսյանին հեծի ժամանակավոր կառավարիչ նշանակելու Մեսրոպյանի որոշումը։ ՀՑԿՀ նախագահը 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց միջնորդությունը քննարկելու համար։ Հանձնաժողովի անդամները միաձայն մերժեցին Տաշիկ կապիտալի ներկայացուցիչների միջնորդությունը Մեսրոպ Մեսրոպյանին բացառք ներկայացնելու վերաբերյալ։ Մեսրոպյանը կմասնակցի հեծի լիցենզիայի հարցով նիստին։ Նիստը ընդմիջումներով դեռ շարունակվում է, վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկարաձգել Ադրբեջանում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու համար սահմանված ժամկետը, այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակից պատասխանելով գրավոր հարցմանը։ Ավելի վաղ ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել էր Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման եւ առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել, վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ Եվրոպական դատարանը նոյեմբերի 7-ին երկարաձգել է սահմանված ժամկետը։ Ըստ այդմ Ադրբեջանի կողմից համապատասխան տեղեկությունները Եվրոպական դատարան կներկայացվեն մինչև սույն թվականի նոյեմբերի 18-ը։ Հաշվի առնելով վերագրյալը, այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասանելի չէ հայցվող տեղեկությունը, հայտնել են գրասենյակից։ Միևնույն ժամանակ հավելել են, որ Եվրոպական դատարանի կողմից քննարկվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու պայմաններում այն կարող է ենթակա չլինել հրապարակման, նման պարագայում հաշվի առնվում այդ տեղեկություններում որոշ տվյալների պաշտպանության հնարավոր անհրաժեշտության հանգամանքը։ Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներն ավելի քան 4 ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման, առողջական եւ հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանից եւ Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկել է բուսասանիտարական անվտանգության եւ որակական փորձաքննությունների։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։ Անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը, ծանր մետաղները, պեստիցիդները, միկոտոքսինները եւ ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտությունների շեղումներ չեն արձանագրվել։ Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են։ Հայկական կողմը նախորդ շաբաթ մեծ շուկով ընդունել էր Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Հայաստան հասած ղազախական 1000 տոննա ցորենը եւ որակել սա խաղաղության արտացոլումը գետնի վրա։ Մի քանի օր անց սակայն հաղորդվել էր, որ ղազախական ցորենը 4-րդ կարգի է, որը հիմնականում օգտագործվում է կենդանիների կերի արտադրության համար։ 3 նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհի Նոր Խաչակապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Նիսան Տիանա մակնիշի ավտոմեքենան եւ Կամազ մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժազներ չկան, իսկ Նիսան Տիանայի վարորդը եղել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Նարե Գրիգորյանի օգնական Վոլոդիա Մխոյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով թե ով է եղել վթարի մեղավորը պարզ կլինի, ապա փորձագետի եզրակացությունից հետո դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։